Ինչպես գիտեք, սկսած 2003 թվականից Նարեկացի արվեստի միությունը, մեր այս հոգևոր օազիսը, ամեն տարի ապրիլի 24-ին նշում է հայոց մեծ ողբերգության մեծ Եղեռնի օրը, ոգեկոչում է այդ օրը և միաժամանակ ուղերձ է հռում համայն աշխարհին, համայն հայությանը, որ հարգենք, չուրանանք այդ մեծ ողբերգության զոհերին, որպեսզի այլևս ոչ մի երկրում, ոչ մի տեղ այդ ողբերգությունը չկրկնվի և որ ամենակարևորը դասեր քաղենք այդ ողբերգությունից։ Սիրելի բարեկամներ, տերունական աղոթքի համար թույլ տվեք հրավիրել մեր սիրելի Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ իր եկեղեցու խորհրդավար հարգելի Շահեն Տեր Հայրապետյանին։ Ողջույն Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ ելքին սուրբ երեցյան քո, եկեսակայություն քո երեցինքան քո, որպես ելքինս եւ երկրի, ըսած մեր հանապազորդուր մեզ այսօր, և թող մեզ պարտից մեր, որպես է մեր կոմեն ու պարտապանած, և միկաներս մեզի փորձություն այդ պերկյաց միզի չարե, զի քո երակայություն և զորություն և արկ հավիտյանս ամեն իմ հարազատներ ես շաշարական ունես նախավանի համար, որ արդես նարեկացին ու շապտային աչարուն և իմ բարեկամներ պիտի ասեն, որ սրբաց դասվեցին իհարկե մեր նահատակները և իրենք համարվում են որպես բանավոր պատարակ իրոջ երկնային խորաններում Սուրբ Սեղանի վրա, այնպես որ այսօր սրբոց հիշատակի օր է, շնորհակալություն։ Սիրելի բարեկամներ, առաջինը ելույթ է ունենում քնար, հոգևոր և ժողովրդական երգերի այս հրաշալի, այս սքանչելի երգչախումբը, որի գեղարվեստական ղեկավարն է Լուսին Վանեսը, դաշնամուրի մոտ հանդես կգա Իննա Խարչենկոն և եկեք լսենք նրանց գեղեցիկ կատարումից մի ամբողջ շարք ժողովրդական երգերի, կհնչի Կոմիտասի տերունական աղոթքը և ապա միջնադարյան տաղ ուր ես իմ մայրիկ, մենակատար Մեղրի Խիամի, սփյուռքահայ է, ապա Կոմիտաս մանկական աղոթք, Կոմիտաս Տեր Ողորմյա, շվի նվագակցությունը Նովա Հարությունյանի, այնուհետև Մակար Երկմանյանի Սուրբը, միայն Սուրբ, կկատարեն Քնար Հարությունյանը և Գայանե Կարապետյանը և վերջում Մակար Երկմանյանի տերունական աղոթքը։ Ամբողջնեք բարեկամներ։ Եկեսև արքայություն
բարեկամներ, հայոց մեծ եղերնը ոչ միայն կորուստ էր 1,5 միլիոն հայության, ոչ թե կորուստ էր մեր դրախտավայր Արևմտյան Հայաստանի էկրի, այլև մահացու հարված էր մեր ոսկեղենիկ երկրորդ գրական լեզվի արևմտահայերենին, դա մի զարհուրելի ամնախադեր երևույթ էր և մշակութային սարսափելի ընկճված մի իրավիճակ և պատահական չէ, որ նույնիսկ մեծ լավատես մեր հզոր Հովհաննես Թումանյանը այսպիսի տողեր է գրել, որոնք ցավոք արդիական են առ այսօր։ Հայոց վիշտ անհուն միծով, խավար միծով ահագին, ընսև ծովում տարապելով լող է տալիս իմ հոգին, մերդ զայրացկոտ ծարսերինում դեպի երկին կապուտակ, ու մերդ հոգնած սուզվում իջնում դեպի խորքերն անհատակ, ոչ երկինքն է գտնում, ոչ հատակն է գտնում անվերջ, ու ոչ հասնում երկնքին հայոց վշտի մեծ ծովի մեջ լող է տալիս իմ հոգին։ Ահավոր տառապանքից ծնված տողեր, որին ձայնակցում է Ավետիք Իսահակյանը, մեր փիլիսոփա և ինչ դառն խոսքերով, ահա նորից գարուն եկավ, ո կտրեցեք լեզուները թռչունների, որ չփորձեն երգել անհոգ, երգերն իրենց տարփանքների, մեր մորթոտված մանուկների, ցրիվ եկած նշխարների փոշու վրա, որոնց պիտի ծածկեն անգութ ծաղիկները լիրբ անհսկա։ Ահա պոետը ինչ աստիճան պետք է հուսահատված լինի մարդկությունից, մարդկայնությունից, որ նման տողեր գրի թռչնի բնության ծաղիկների մասին։ Սակայն մեր ազգը, հայ ազգը, իսկապես որ աստվածային արարիչ զարմանալի երևույթ է, այդ ահավոր եղերնից ընդամենը 1-2 տարի չանցած ինչպես կարողացավ մեր ժողովուրդը վերագտնել իր արժանապատվությունը, վերագտնել իր հույսը, և այնպես հույսը օտարի վրա չդնել, այլ վերակազմակերպվեց և պատասխանեց մեծ եղերնին, երբ արդեն շատերը աշխարհում մտածում էին, որ հայության վերջն է, պատասխանեց Սարդարապատով, Բաշ-Աբարանով, Ղարաքիլիսայի ճակատամարտով, նժդերի հզոր աշխարհում երևի նմանը չունեցած դիմադրությունը հասկայական թրկոբոլշևիկյան զորքերին, որով նա փրկեց Զանգեզուրը, դրոյի աննախադեպ արշավանքը, երբ վրացիները Լոռուկեսը գրավել էին և նա նրանց քշեց մինչև Մարնեուլի, և սա պատճառ դարձավ, որպեսզի չիրագործվի Լենին-Աթաթուրք ծրագիրը, ըստ որի պետք է Հայաստանը լիներ 10,000 քառակուսի կիլոմետրանոց մի նահանգ, Ռուսաստանի կազմում հանրապետություն չպիտի լիներ, սա փաստ է և ստիպված եղան ճանաչել այս ներկայիս խորհրդային Հայաստանը։ Ինչևէ, դա խոսում է մեր ժողովրդի հավերժության, մեր ժողովրդի հզոր ոգու մասին։ Սիրելի բարեկամներ, շարունակում ենք մեր այս հիշատակի համերգը, միջոցառումը, հաջորդը ելույթ կունենա միջազգային մրցույթների դափնեկիր Փարոս կամերային երգչախումբը։ Գեղարվեստական ղեկավար և խմբավար Ռաֆի Միքայելյան։
լսեցի կոմիտասի հայրները, իսկ այժմ ընկնդրեք խնդրեմ Ջորջ Քրիզյանի Սուրբը, Բլեյք Հենսոնի Ով դուք բոլորդ և Կիլիկյան մշակումը Ռուբեն Ալթունյանի։
Միայն Զմյուրնիայի հայության ամբավ հարստության կեսը կարող էր բավարարել հայկական հարցում մարդկության խիղճը հրեաբար կաշառելու և ողջ արևմտահայությանը մինչև ատամները զինելու համար։ Եղեռնից առաջ թուրքական բանկերի 90%-ից ավելին պատկանում էին հայերին։ Եվ ուր գնաց այդ անբավ, անհատական, անհատապաշտ հարստությունը։ Հային ձախողման, անհաջողության, ողբերգության տանող հանգամանքները և հային երկպառակչության, դավաճանության ու ստորության մղող արատները երեքն են։ Առաջինը ահավոր նյութապաշտությունը, սարսափելի շահամոլությունն ու անհակ ագահությունը։ Երկրորդ էգոիզմը, եսապաշտությունը, եսակենտրոնությունը։ Ես, ամեն ինչ ինձ։ Եվ երրորդը տգիտությունը, սեփական ժողովրդին, սեփական ցերին չճանաչելը, սեփական պատմությունից դասեր չքաղելը։ Խաղաղության օրերին ես երբեք չեմ ձգտել պաշտոն ունենալ, որովհետև չեմ սիրել դա։ Միշտ էլ հնարավորություն եմ ունեցել ապրել ապահով, բարեկեցիկ, նույնիսկ ճոխ կյանքով, բայց երբեք էլ դա չի եղել իմ կյանքի նպատակը։ Ես միշտ հայտնվել եմ իմ ժողովրդի կողքին նրա համար ծանր, օրհասական պահերին և արել եմ իմ ուժերից ավելին հանուն իմ ազգին։ Սյունիքը Հայաստանի համար փրկելուց հետո այնտեղից հեռացել եմ հետս արվելով իմ զինվորների ձեռամբ Արաքսի ափին զարնված բագրի գործին, միակ վարձատրությունս հայրենիքիս հանդեպ ծառայությանս համար։ Զավալ Փաշայի ադամանդակուր դաստակով դաշունը իմ միակ ռազմավարը, երբեք պարտություն չտեսած սունյաց դրոշը, թող դրվի իմ կրծքին, ուր էլ որ գերեզման իջնեմ, և մի հին, մաշված, հայկական բարարան, որը իմ միակ մխիթարությունն էր օտարության մեջ, գարիգին նշտեր։ Ահա հայ մարդու օրինակ, ահա օրինակ մեզ բոլորիս համար։ Սիրելի բարեկամներ, այսօր մեր լավագույն համույթները խմբերն են ելույթ ունենում և ես ուզում եմ հիմա դեմահարթակը տրամադրել մեր հռչակավոր, մեր տաղանդավոր, մեր հրաշալի Նարեկացի նվագախմբին գեղարվեստական ղեկավար Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր, թառահար Արտեմ Խաչատուր։ Շնորհակալություն բարեկամներս։ Իսկ հիմա եկեք ունկնդրեք ժողովրդական երգ «Քելե, քելե» գրառումը Կոմիտասի մեներքիչ Սմբատ Խալաքյան։ Glory
Շահեն, Վինյոլ, Մերելչուհի Սեդա Թևանյան։
Աշուր Աշոտ, ով գիշեր, մեներքիչ Սմբատ Խալաթյան։ Շողը պատուհանից ներս անկավ, բայց այդ շողից իմ սիրածի շողն է ողջ աշխարհը նուշ քանել անքուն սիրտը սիրացի արից Չեսնորանա գուսանաշոտ անունս միշտ դալար է ձամեր չունի Երկյուսելն է իմ հանգիստս, իմ քունս, սիրո երկաս, աշխարհ կթող
Գրառումը Կոմիտասի մեներչուհի Արսինե Տերտերյան։
2003 թվական հիմքն է դնում Նարեկացի արվեստի միության առաքելության եւ գործունեության։ Նյու Յորքում առաջին անգամ լալով այդ համայնքի ժողովուրդը ծանոթանում է Նարեկացի արվեստի միության։ Ինչու ապրիլ 24 2003։ Այդ ժամանակ Նարեկացի Երևան, Շուշի կենտրոնները գոյություն չունեին։ Նույնիսկ քաղաքարը գոյություն չուներ կենտրոնի։ Այլ կար քաղաքար Նարեկացի արվեստի միությանը։ Եվ այդ քաղաքարը անշուշտ ի վերուստ է տրված։ Ամեն ինչի մեջ Նարեկացի արվեստի միության կա նախախնամություն։ Ինչու 2003 ապրիլ 24-ի օրը հենց։ Մի քիչ հետ գնամ պատմության մեջ։ Հորս մեծ հայրը այնտեղից է, Արևմտյան Հայաստանը։ 8 հոգի եղած են, թուրքերը մորթել են 5-ը եւ ինքը իր փոքր երկու քույրերը հրաշքով ազատած են։ Որբացած հասած են Սուրիա։ Հետո մորս կողմը նույն դաշան ճակատագիրը հասած են, որբացած իմ մորս մեծ հայրը հասած է Լիբանան Բեյրութ։ Հանդիպում են, տեղափոխվում են Լիբանան, ես Լիբանանում եմ ծնվել։ Բեյրութ, երբ որ մեծանում էին, ապրիլ 24-ի օրը ժողովրդի մեծամասնությունը գնում է եկեղեցի, բիզնեսները փակվում են, լինում են հատուկ միջոցառումներ, ցերնարներ, որոնց գլխավորակույն նպատակն ու պատկամը մեր ցեղասպանության զոհերու հարկանքն է եւ հետո վերածնունդի խորհուրդն է։ Այդ ամեն ինչի մեջ նաեւ կա արդարության պահանջ, ցկտում դեպի ճշմարտություն, բանջարդիրություն, վրեժխնդրություն եւ մեծ հավատքով խոնարհում։ Այս զգացմունքներով է, որ ես 22 տարեկանից գալիս եմ Ամերիկա։ Տեղափոխվում եմ։ Եվ ամեն ապրիլ 24-ի օր ինչ-որ անշուշտ միջոցառումներ ձեռնարկված էին եւ կատարվում էին, բայց եթե ապրիլ 24-ը ընկնում էր շաբաթվա մեջ մի օր, այդ օրը չէր լինում ոչ մի բան։ Պետք է լիներ շաբաթ օր կամ գիրակի օր, որ հարմար լիներ, որ աշխատանքային օր չլիներ։ Այսինքն, եկեք մի բան մտածենք, որ մենք ապրիլ 24-ի մի օրը ամբողջ հայությունը չի կարողացել այդ օրը սրբացնել այն ձևի, որ ամբողջ հայությունը այդ օրը աղոթքի միջոցով միանա հարկանք զոհերի եւ դիմի Աստծուն։ Պատկերացրեք այն ինչպիսի ուժ կարող է լինել։ Աննկարագրելի է, բայց հզորակույն ուժ է, որտեղ Աստված տեսնում է, չէ, վերջո մեր ամեն արարքը։ Եվ որ տեսնում է, որ հայ ժողովրդի մեջ կա այդ նվիրվածությունը, այդ սերը, այդ հարկանքը, ինքը գնձայ է մեզի օրհնություններ եւ ցույց կտա ճանապարհը։ Ուրեմն ես որոշեցի մինավես դիմել տարբեր ընկերություններու, գազམ་ակերպություններու, ուսակցություններու, որ հենց ապրիլ 24-ի օրոք միանանք եւ գազམ་ակերպենք ցեղասպանության նվիրված ցերնարկ միջոցառում։ Եվ ոչ ոքի հետ արդյունքի չհասա։ Որոշեցի ես անել։ Այդ ժամանակ
Նարեկացի արվեստի միությունը իբրև քաղաքապար կար, անունը կար գրանցված։ 2000 թվականին Հայաստանի մեջ հուլիս ամսին գրանցված էր նարեկացի։ 2002 թիվ Ամերիկայում։ Եվ այդ անունի ուժը Սուրբ Գրիգոր Նարեկացի ինձ նաև ուժ տվավ եւ ես դիմեցի իմ բոլոր արվեստագետ ընկերներին։ Եվ այդ ժամանակ Փառք Աստծո բավականին շատ արվեստագետ ընկերներ ունեի։ Կանտակագործներ Արթուր Չախմաղչյանի նման, որում կանտակը կտեսնեք այստեղ, նկարիչներ, լուսանկարիչներ Փազե Հրայրը, որ այստեղ էր, մի քիչ առաջ գնաց, երգիչներ, երգահաններ, ինչպես են Դաթևիկ Հովհաննեսյանը, Արտո Թունջ Բոյաջյանը, Վահան Արծրունին, եւ ամբողջ այս իմաստը, նպատակը, որ արվեստագետներով համախմբվի եւ արվեստի շունչով մենք մեր ուխտը վերանորոգենք եւ մեր հարկանքը մատուցենք եւ ցույց տանք, որ արվեստը եւ մշակույթը ինչպես կարող է այդ հարկանքը մատուցի։ Եվ մենք կարողացանք այդ ամեն ինչը կազմակերպել, համախմբվել եւ նույն ձևով այդ օրը երեխաներու ձայնն է, նով սկսավ այդ ամեն ինչը։ Հոգևոր հովի ձանոթ չունեի այդ ժամանակ։ Չնայած Հայաստանում, երբ որ շարունակվեց այդ ամեն ինչը 2005 թվականից, միշտ հոգևոր հովիվները, դիրոջ ներկայացուցիչները եղել են մեր հետ։ Բայց այնտեղ մոմի լույսով, երեխաներու ձայնով 3 պատանիներ հոգևոր երգեր երգեցին։ Եվ այդպես սկսվեց այդ միջոցառումը։ Հաջորդ տարի նույնպես եղավ Ամերիկայում, դրանից հետո 2005 թվականից, այսինքն 20 տարի է, կայանում է Նարեկացի արվեստի միության օջախում, Երևանում եւ անշուշտ Շուշիում զուգահեռ։ Եվ ամեն տարի ես երախտապարտ եմ Տիրոջ առաջին հերթին, որ ընծայում եմ այս ուժը, մեր բոլորիս, որ մենք կարողանում ենք ճիշտ ձևով, արդար ձևով, ճշմարիտ ձևով, երկնային լույսով եւ հավատքով եւ հավատարմությամբ մատուցել մեր հոգու պարտքը իբրև հայ, իբրև քրիստոնյա։ Փարոս երգչախումբը ամեն տարի եղել է մեր հետ, որուն համար երախտապարտ եմ։ Եվ բոլորս նվագախումբը Նարեկացի, ամեն մի երեխու ձայն, ամեն մի երգ, ամեն մի նվագ, ամեն մի խոսք, բոլորիս կողմ է, միանում է եւ դառնում է աղոթք եւ բարձրանում է երկինք, դիեզերք։ Եվ Աստված տեսնում է այս ամեն ինչը, նաև տեսնում է այն ինչ է կատարվում այս ժամանակահատվածներում, որ ապրում ենք, որ երեկոյան հազարավոր երիտասարդներ իրենց ջահերը բռնած ասում են մի ուրանալ։ Ցնցիչ է, մտահոգիչ է։ Չգիտեմ, որ մեկ ժողովուրդն է, կարծեմ ճապոնցիները ասում են, եթե դու բադիվդ չպաշտպանես, կասեն բադիվ չունես։ Հասել ենք այնպիսի օրեր ապրում ենք, որ մեր ազգային արժանապատվությունը հարցականի տակ է, ցեղասպանությունը կասկածի տակ է։ Այսինքն, եթե մենք չենք կարողանում ամեն ինչ անել, որ մեր զոհերի հիշատակը չհարգենք, մենք մեր գերեզմաններն ենք փորում, գնում ենք դեպի անգում, նորից վերադառնում ենք ու տեսնում ենք, որ չարի ու բարի պայքարն է եւ չարը շատ ուժեղ է աշխատում։
Դա նշանակում է, որ մենք նվիրվածներս, որ Աստծո ճանապարհն ենք բռնել, շատ ավելի նվիրված պիտի աշխատենք։ Եվ բարին, երբ որ անում է իր գործը, շատ ավելի ուժեղ է ճարակայթը, գերազանցում է, ճարին 1000 անգամ ավելի պետք է անել, իսկ բարին մի լույսով, մի կայծով, մի ճարակայթով կարող այնքան լուսավոր է, այնքան ներշնչել, որ Աստված տեսնե եւ որոշե, որ ինքը չի բաժելու նորեն մարդկությունը թերևս։ Նորից 40 օր անձրև չի տևալու։ Որովհետև կա բարին։ Մենք բոլորս նարեկացիներ, երբ որ միանում ենք, երբ որ մատուցում ենք, այն մեղեդիները, այն խոսքերը, այն աղոթքները, մենք նաև վերածնունդի ուխտն ենք վերանորոգում։ Եկեք մի բան հոդենք այս հարկանք մեր սոհերի, վերանորոգենք մեր ուխտը աղոթք դեպի վերև։ Շնորհակալություն։ Խոսքը մեր նվագախմբին է։ Սիրելի բարեկամներ, եւ ես հրապարակում եմ մեր այսօրվա միջոցառումը հիշատակի նարեկացի նվագախումբը Աշոտ Սաթյան, ես իմ անուշ Հայաստանը, մեներքիչներ Տիգրան Շահինյան, Սեդա Թևանյան։ Ես իմ անուշ Հայաստանի արևահամ
Աստարանցիր արարանի նման ջերմակ գագակ չկա ինչպես արված մարդի ճամփա ես իմ ասիս ինչպես անհաս փառքի ճամփա ես իմ ասիս Հանրապետության վաստակավոր արտիստ Արտեմ Խաչատուր